Կարծում ես չեն կարոտել իրար։ Մենք ասում ենք հիբրիդային պատերազմ։ Fake լուրերը գնալով շատանում են։ Նույնիսկ բրիտանացի գիտնականներն են խույր վրա։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է ու այժմ սկսվում են ամենասպասված բոլորը հայախոստումնալից Քարորյան։ Նես չէ, որ վիճակը թեժ չի առանց դրա էլ, ամբողջ աշխարհում Իսրայելը մի թեթև հարձակվեց Իրանի վրա։ Նիկոլը քանի օր նոր վատ բան չի գրել դոմփյունների մասին։ Եթե ուզում եք այս ամեն ինչը բաց չթողնել, ապա բաժանորդագրվեք մեկ ալիքին, իսկ եթե պատրաստ եք մեր հարաբերությունը մի քայլ էլ առաջանել, ապա $3-ից սկսած ամսական կարող եք միանալ մեր Patreon-ին։ Այդ ընթացքում մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը շշնջում է բոլոր ականջին, որ Դավիթ անհաղթ 25 հասցեում արկա է կոմերցիոն տարածք։ Իսկ այդ կոմերցիոն տարածքում ինչ կարող է լինել, սահմանափակում է միայն ձեր ֆանտազիան։ Եթե մեր ֆանտազիայով գնայք, ես սուպերմարկետ կբացեի, կամ ինչ-որ չինական ավտոյի ներկայացություն, կամ բանկի մասնաճյուղ, շատ սահմանափակ է իմ ֆանտազիան։ Մենք եկանք GTB, որովհետև մեզ պետք էր լավագույն մետաղը։ Մենք տեսանք ինչպես են ձուլվում տարածաշրջանի ամենահզոր ամրանները։ Միլիոնավոր փոքրիկ մետաղիկներ հավաքվում են մի տեղում, ներխուժում են ձուլարան եւ սիրո ջերմության մեջ ծնվում են մետաղի ձագերը։ Եվ մենք հասկացանք, որ ամենահզոր ձուլարանը հենց այստեղ է։ Ստացվեց ձեր մոտ։ Բնականաբար, Ինչ որակի է։ Միջազգային ստանդարտներով Շնորհակալ եմ։ GTB Steel, որակը մեր առավելությունն է։ Էս ով էր որ։ Woman Tony Stark, հանճար, միլիարդատեր, playboy, ֆիլանտրոպ։ Մեզ հաճախ հարցնում են, օքեյ, ասենք առանք արևային կայան։ Բա որ անպամած օր եղավ, ինչ ենք անելու, ոնց ենք օգտվելու։ Ոտերդ բարձր դրած հարմար նստելու ես, որովհետև Solar Holding-ի արևային պանելները արևը կթում են նույնիսկ անպամած օրերին։ Արևային ճառագայթները ոնց որ պետք է կգան ու կհասնեն ու դուք մաքսիմումը կքաղեք դրանցից։ Ձեզանից մնում է միայն դիմել Solar Holding-ին եւ ձեռք բերել արևային կայան։ Եվ այսպես շարունակվում է impeachment-ի գործընթացը, որը դե դժվար թե ստացվի, բայց Իսրայել-Իրանի այս ֆոնին ված զբաղմունք չի։ Արթուն ենք շարժման առաջնորդը ներխուժեց Հայաստան խմբակցության գրասենյակ։ Զգուշացնենք, որ հիմա տեսնելու եք երկու մարդու հանդիպում, որ իրարից զզվում են, բայց աշխատում են դա ցույց չտալ։ Կարծում ես չեն կարոտել իրար։ Ինչքան ես եմ կարոտել հնչյունաբանության տեսությունը Բրուսովից, նենց էլ Վարդանյանը կարոտել Ամալյանին։ Եթե ակնհայտ չէր, ես չեմ կարոտել հնչյունաբանության տեսությունը։ Դուք գիտեք, որ ես ձեզ նոր անուններով եմ եկել։ Չգիտեմ, դուք ինձ համար հիմա։ Մենք էլ կարող ենք ձեզ նոր անուններ պարոն Վարդանյան։ Դուք ինձ համար հիմա պարոն անվստահությունն եք։ Էդգար Ղազարյան մեր պարոն impeachment-ը։ Մի անգամ պարոն անվստահությունը, պարոն impeachment-ը գնում են պարոն նախկին մահ կամ ազատության են ստուն։ Եթե ամեն ինչ կարճ կապենք, ապա Մալյանը բերել է թուղթ, որի տակ ուզում է, որ Վարդանյանը ստորագրի։ Բարով եք եկել սա, այստեղ հա, պարոն անվստահություն, պարոն անվստահություն։ Ես ընդհանրապես մի քանի օր առաջ հանդիպել եմ պատիվ ունեմ խմբակցության 4 պատգամավորների հետ։ Ոնց որ տրամադրված չի ստորագրել։ Ոնց որ գիտես, իր body language-ը ցույց է Հա, տալիս, ես որ չի ուզում ստորագրի։ Այսա ինձ թվում է, եթե վերածենք
բառերի սա նշանակում է չեմ ստորագրելու, իսկ սա կնշանակի ստորագրելու եմ։ Լավ, ստորագրել չի։ Սա ինչ է նշանակում։ Սա կտրուկ ոչ է։ Լավ, չի ստացվում Բայց դրա ստորագրել։ չհասավ։ Գոնե ինչ-որ տենց հավես տրոլին գնայինք։ Ովքեր որ գալիս են իմ սենյակ, անպայման ես խնդրում եմ, պարտադրում եմ, որ խոնարհվեն մեծերի առաջ եւ նոր միայն հեռանում։ Այսինքն պետք է պարտադիր խոնարհվեմ։ Եթե ստորագրում եք, ոչ թե խոնարհվեմ, եկ ակամ խոնարհվեմ։ Եթե ստորագրեք, կարող եմ մեծերի նկարների տակ նույնիսկ գրել շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Բայց Վարդանյանը չստորագրեց, որտեղ ինչ ասեմ, որ նախորդ իրան չէր տեսել, իրանք արդեն ստորագրել են, բայց լրիվ ուրիշ թղթի տակ, որը impeachment-ի թուղթը չի։ Դե Մալյանն էլ չխոնարհվեց։ Ու вообще շատ առողջ մտնոլորտում անցավ այս հանդիպումը։ Ինչ կա, մեծերի խոնարհվի։ Ես հենց ստորագրություն հավաքեմ բոլոր նկարների առաջ, Մեծերը 4-ը չեն էլի կար, բայց այս Այն դաշնակ վախտերով էլ էր սենց դառը կորիզ Վարդանյանը։ Զգուշ եղի քեզ էլ մականուն չկպցնի, օրինակ Պարոն Մեյմոնություն, արա զգում ես ինչ բեշնի պսիոտ մականուններ են, Mr. Blue։ Լավ, եկեք դուրս գանք, պարոն Աղվան Նստանի գրասենյակից եւ տեսնենք ինչի վրա impeachment-ը հայրի հույսը։ Ասենք Աղվանը ստորագրեց, խոնարհվեցինք նկարների տակ։ Այն մնացած 10+ ԿՊԱ-ականներին ո՞նց ենք քերելու։ ԿՊԱ-ականներս ձեզ երբ պետք է միանան։ Ամենավերջում, չէ։ Այսինքն, երբ որ մենք ունենք սաղ ստորագրությունները, ամենավերջում այսպես միանան այն ԿՊԱ-ականները, որոնց հետ կա բանակցություններ, ասես միանան, կպնեն ու ցնցենք ու ստանանք մեր հաղթանակը, մեր վերջապես ուզած։ Այսինքն ընդեղ ակուրատնի սպասում է մի 10 ԿՊԱ-ական ու Մալյանը ու Ղազարյանը լավ մշակել են, սիրուն դրել են, ընդեղ իրանք պատրաստ են փոկվելուն ԿՊ-ից, բայց Հայաստան խմբակցությունը թույլ չի տալիս հասնենք դրակոնի աշխարհ։ Այդ Հայաստան խմբակցությունը բռնի ստորագրել, էլի, որովհետև եթե ես նույն անհավանական սցենարով, եթե ես impeachment-ը fail ալնում, սաղ պատասխանատվությունը կրում է Մալյանը եւ պատիվ ունեմ առաջի դեմքով ասել են, էսի մենք ենք Արա հայլ ես էլ նեի, ես համ կստորագրեի, համ կխոնարհվեի, պետք է նկարների առաջ, Վարդանյանի բեղերի առաջ, մի բան առաջ տարեք։ Պարոն Վարդանյանը ընդունեց ինչ-որ նկարների ֆետիշայ մարդմոց սկսել, դիպում այն մարդիկ, ովքեր դեմոկրատիան սա նկարների առաջ խոնարհվեն։ Դաշնակցությունից հեռացվելուց հետո Վարդանյանն էլ առաջվանը չի։ Մալյանը չխոնարհվեց, ոչ էլ կոֆե վարկայի առաջի դեմ։ Ու դրա պատճառն էլ իմացանք։ Ես էլ հասցի հարց չկա, ինչու մտ շպագատ դիչնեմ, մենակ ստորագրեք, բայց ցավոք սրտի դա տեղի չունեցավ։ Ես ակնարկեց, որ վիրավորական խոսքեր եմ ասել, ես խոստացա, որ տեսախցիկների առաջ հրապարակային ներողություն կխնդրեմ ցանկացած բանի համար, ինչը համարի վիրավորական, ստորագրությունից հետո դա չազդեց։ Արդյունքում Նիկոլը, որը արդեն մազից էր կախված, հիմա միջև մյուս տարի կմնա վարչապետ։ Այդ ընթացքում նախկին վարչապետերից մեկը փուրը գնաց։ Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի շտապում մանրամասներ հայտնել։ Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ չի պատասխանում հեռախոսազանգերին։ Հովիկ Աբրահամյանը կարող է ամենաէֆեկտիվ վարչապետը չէր։ Նու այդքանը։ Այսպես բայց էր գալու, բայց ինչ որ դրական բան Չգտար, օքեյ։ Ինչևէ, հեղափոխությունից չանցավ 8 տարի եւ արդեն իշխանության ձեռքերը հասան առանցքային նախկինազավրին։ Չէ, նախ նույն իշխանությունը թողել էր, որ ինքը պահի իր դղյակը ոսկեզոծ ունիտազներով ու ազգային ժողովի դիզայնով, որի կողքով չկարողացավ անտարբեր անցնել մոդեռն օլիգարխ Նարեկ Նալբանդյանը։ Okay, եկեք լինենք անկեղծ։ Այս մի ձերբակալությունից երևի բոլորն էլ գոհ են։ Չէ՞։ Իշխանությունը իր համար ունի հստակ պլանավորված ժամանակահատված, այդ ժամանակահատվածում նաև նախատեսված գործողություններ, այդ թվում ձերբակալությունների, կանոնավորումների։ Տիգրան մի հայտարարք, ուղղակի մի հայտարարքվեք էլի։ Կամ մինչև վերջ հայտարարքվեք ու միանգամից Հովիկի տեխնացությունը դրեք վարչապետի համար, թե չէ ինչ Դավիթ Համբարձումյան։ Մի րոպե էլի։ Պասի, մի հատ հասկանանք, ինչի մեջ են մեղադրում Հովիկ աղա։
Աբրահամյանին։ Հովիկ Աբրահամյանին։ Կոռուպցիա, երկիրը քայքայել, բյուջեի կեսը ուտել, ո՞րն է մեղադրանքը։ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված Արարատի մարզի Մղչյանի նախկին մեխանիկա վերանորոգման գործարանում խուզարկություն է իրականացվել։ Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք եւ ռազմամթեր։ Խիա սենց անտրամաբանական մեղադրանքը։ Բասեսի հին մեղադրանք էր։ Հա։ Մեղադրանք առաջադրվեց, ըստ որի նա ավազահատիկ ընկերությունից խլել է բաժնետոմսերն ու հանքը, իսկ դատարանները վճիռներ են կայացրել ի շահ նախկին վարչապետի։ Այսա ուրիշ ավազա ներսարել լիսկային հաստատ մեղադրելու են արագությունը գերազանցելու համար մեքենայով։ Լավ, ուրիշ նախկիններ։ 6 բնակարան Հունաստանում, 2 գույք Ռուսաստանի Դաշնությունում, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին կինը Լիլիթ Կոստանյանը մեղադրվում է 361 միլիոն դրամ օրինականացնելուն օժանդակելու համար։ Լավ նվիրված կարքին կին։ Բայ ինչ եք սպասում, որ Կոստանյանը մի օր գարտուն ու ասեր սիրելիս, կօգնես ինձ յուրացնել 361 միլիոն դրամ, ու կինը պետք է ասեր չէ, հավես չկա։ Հիմա ինչ են անում այդ Հունաստանի տները։ Դրանք տվել վարձակալությամբ յուրաքանչյուր գույքի համար ամսական 200-ից 1000 եվրո վարձավճարի դիմաց։ Հայկական երազանք, էլի պասիվ եկամտով հանգիստ, հով լրված Մոսկվայում աշխատում են Հունաստանի տներից։ Airbnb ցավը տանեմ։ Քանի նախկինները մուծվում են, ներկաները չեն ուզում մուծվել տրանսպորտի համար։ Արդյունքում քաղաքապետարանը պատրաստվում է փոքրերի գլխից բռնել։ Երևանի հասարակական տրանսպորտում թղթային տարբերակով QR կոդերը շուտով չեն գործի։ Նախատեսվում է վճարման այդ հնարավորությունը դադարեցնել ամառվա ընթացքում։ Հիշեցնեմ, որ նոր տրանսպորտային մուծման համակարգին ասնելուց հետո պարզվեց, որ արա փողը քիչ է ներս գալի, շատ ավելի քիչ հիմա, ու հիմա պարզվեց գուցե դա նրանից է, որ կան թղթային QR-ներ։ Արա դե տոմսերը մի կողմից, այն ավտոբուսները մյուս կողմից։ Ինչ է եղել։ Ման Մագնիշի 87 ավտոբուսից 10-ը անսարք է զեկուցեց Երևանի ավտոբուս ընկերության ղեկավարը։ Դա մեծ թիվ է, ինչու է այդպես հետաքրքրվեց քաղաքապետը։ Բեգլար Կիրակոսյանը պարզաբանեց, սպասարկող ընկերության հետ հանդիպել քննարկել են։ Պահեստամասերի խնդիր կա։ Էլի հանդիպել ենք անցած շաբաթ, քննարկել ենք այդ հարցը, մի քիչ տեխնիկական խոտաններ լայի հայտ գալիս տեխնիկաների վրա։ Բա մեզ ասում եք, որ ման ավտոբուսները դուք գազելով եք 100 դրամ տալիս, հիմա ման ավտոբուսը որ պարզվեց ինչ ման։ Գերմանական ման, չնայած ով է գերմանական տեխնիկայից խեր տեսել։ Մյուս կողմից այն ինչ մեզ որ ներկում են ժոնգտոնգները, որ մանի նման են, բանն ասում, գուցե այդ են մաներն են։ Մաները ներկեք, որ իսկ ոչ BYD ավտոբուս չկա, այդպես մի բան բերեք։ Ինչ եք անելու այս հիմիկվա ավտոբուսները։ Եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական եւ հստակ փոխանցեք։ Ինքը գիտի, որ այս առած ավտոբուսները էլ չի կարա հետ տա, ինչ է շակում դաթարի համագործակցությունը։ Ավտոբուսները արդեն ստեղ են։ Կարող է lemon loy անում, այս մեր Glendale-ի մեր տղեկը ջոգին ինչ անում։ Լավ, այդ ընթացքում անցնենք տրոլեյբուսներին։ Երևանի համար 45 տրոլեյբուս ձեռք բերելու գործընթացի մասին գնումների վարչությունը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց։ Գերման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք են բերվել թվով 45 տրոլեյբուսները, սակայն պարոն քաղաքապետը հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն։ Լավ, այս թեման ոնց որ մաքսիմալ ձանձրալի է նույնիսկ բուն ավականու համար։ Եկեք մի հատ ակտիվանանք մեր մշտական էջը Keeping up with the Pashinyans։ Կանադայի քաղաքացիությունից մինչև իբր դեղերի փորձարկման մուտքգործարկն էր Կանադայում շիք առանձնատուն, հիմա էլ Ֆրանսիայում։ Վստահելի փաթեթավորմամբ կեղծ լուրեր հարյուրավոր տարածումներով։ Երբ որ մենք ասում ենք հիբրիդային պատերազմ, մարդիկ պետք է հասկանան, հիբրիդային պատերազմը այդ կոմպլեքս խնդիր է։ Fake լուրերը գնալով շատանում են ու մարդիկ չգիտեն ում հավատան։ Մի օր լսում ես, որ Փաշինյանը Մարսելում տուն ունի, մի օր լսում ես, որ Փաշինյանը պատկերացնում ես, մարդիկ կան, որ հավատում են, որ Փաշինյանը գրել է, որ ինչ որ սրբազան պետք է գնա Դոմփի, ինչ որ մեկին։ Մարդիկ հավատում են այս բաներին։ Հավատում են, որ Փաշինյանը այդպես բան կարող է գրած լինի։ Գուցե այս fake լուրերի հիբրիդային պատերազմը հենց Փաշինյանի դեմ, որ մարդիկ մտածեն, արա մարդը գժվել է, համ տուն ունի, համ Դոմփելու մասին է գրում։ Կարող է Փաշինյանն է այդ պատերազմը վարում։ Կարող է ինքը վարում, կարող է իր դեմ են վարում, կարող է
Իսրայելն է իր դեմ վարում։ Մի խոսքով մնացեք մեզ հետ, մենք բարձելու ենք մանրամասներ, կրթվել է նորաձևը արշավից, տեսնելու ենք ոնց է Ալենը կոտրում ձեռքը ու կարմիր բերետավորը ուժ կիրառում։ Ինչպես գիտեք, մեծ նավարով տեղ գնալը կարող է լինել պրոբլեմատիկ։ Ոչ, եթե ձեռք բերեք JMC-ի միկրոավտոբուսներից մեկը, 15 նստատեղ, 15 հոգի հարազատ մարդում ցանկության դեպքում կարող եք տանել քաղաքից դուրս ու ցանկության դեպքում նաև վերադարձնել հետ, այդ ձեր վրա։ Շատ հարմար է նաև մարդկանց տեղափոխելու բիզնեսի համար, որտեղ արժե ընդամենը ուշադրություն 14.9 միլիոն դրամ։ 0% դրույքով, էդ էլ շեշտենք, այսինքն կարող եք համ վաստակել, համ խնայել։ Ձեր նավարը ապահով ձեռքերում։ Vigus Touring Grand Avenue Caring Plus։ Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա։ 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գին է, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ պետք Grand Avenue Plus 3 հատ է Vigus։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արագ աճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Դե, սկսենք ամենա ոչ կարևոր լուրից, որովհետև պրինցիպի որ խորանաց вообще լուրել չի։ Բախենք դրանից սկսում։ Որովհետև Սերգեյ, ընկել ենք իշխանության ծուղակը, որն է իշխանությունների ինֆորմացիոն տակտիկան։ Այն լոկ շորերին, երբ ոչ մի բան չի կատարվում, կամ երբ ինչ-որ կարևոր բան է կատարվում, լցնել տեղեկատվական վակումը սեփական ինչ-որ անկապ բանով լինդա ձվածեղ, հեծանիվ, թե քերակին դոմպելու կոչ, ու արդյունքում մարդիկ սկսում են անդադ դրա մասին խոսել։ Ու շաբաթ օրը հենց տենց օր էր, երբ Իրան-Իսրայելը քիչ էր, Գյումրիի փոթորիկը քիչ էր։ Ալենը որոշեց բոլորի ուշադրությունը զբաղեցնել ոչ թե Իրանով, այլ Իրանով։ Այս երևի հենց նոր եղավ ու աշխարհի ամենաթափանցիկ խոսնակն էլ այնքան ինքնահեգնանք ունի, որ որոշեց պոստել, կմտածեք դուք, բայց 2 տարի առաջվա վիդեո է։ Բայց չէ, աշխարհի ամենավատ սպրինտերը որոշել պոստի դա։ Նույնիսկ բրիտանացի գիտնականներն են խույ վրա ցերգի։ Գուցե ուղղակի sense հերախոսը մաքրում էր, տեսավ այդ վիդեոն պոստեց, կարող է գրազա կրվել։ Կարող է, չենք բացառում։ Ուզում էր ցույց տալ, թե ես ինչ տիպի կարամ չարաշահեմ իմ թիկնազորին, այն որ իր այդ ներկա էր թքելու պահին։ Մի հատ ուշադիր նայենք այս վիդեոն։ Եկյա լուրջ մարդկանց կանգնացրել այնտեղ, ասելա միջև նայրի բժշկական կենտրոնը ճանապարհը փակում եք, այն հետևի մարդկանց ասելա դե դուք էլ կնկարեք, ոնց եմ ես Գաբրիելամի շլնում։ Ալենին արդեն առաջարկել են նկարվել Forrest Gump ֆիլմի երկրորդ սերիայում։ Ընկի Forrest, ընկի։ Այո, մեր հայկական Ուսեյն Սոթը կամ կարող է 2 տարի առաջ ուզում էր պանտամիմայով ցույց տար, թե ինչ է կատարվելու մեր տնտեսության հետ։ Անվերջ կարելի էր նայել այս վիդեոն, բայց իրականում կարևոր բաներ են տեղի ունեցել։ Կրթվել է նորաձևը պետական բյուջեի հաշվին է իրականացվում, թե մասնավոր միջոցներով կամ հիմնադրամներով։ Այո, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ այսպես ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով։
Այսինքն են fake TED Talk-ը, որտեղ հավաքում են տարբեր շրջանների ուսուցչուհիներին, ստիպում են լսել Արծրունին, վստահ չեմ, որ դա Ժնևան կոնվենցիայով արգելված չի, Աննային եւ որպես դեսերտ Նիկոլին մի հատ էլ պարզում է այդ ամեն ինչը հերոս հարկատուի վզով, հա։ Կրթվելը ոչ միայն նորաձև է, այլ նաև բավական թանկ։ Սիրում ես կրթվել, սիրիր վճարել։ Դեմից դες չոտկի չէին ասել, որ տենց ալնել, որս փաստացի նախընտրական քարոզարշավ եւ ինչ որտեղ գուցե ուղեղների լվացումը մեր հաշվին է արվում։ Կրթվելը պարզում է նաեւ գաղտնի է։ Վաստերի ստուգման հարթակը դիմել էր վարչապետի աշխատակազմ հստակեցնելու, թե որքան գումար է հատկացվել հարկատների միջոցներից արշավի իրականացման ընթացքում գնումների կազմակերպմանը։ Ի պատասխան, սակայն աշխատակազմը չի տրամադրել տվյալները, պնդելով, թե ՖԻՊԷ-ի կողմից հայցվող տեղեկությունը պետական գաղտնիք է։ Մերնեմ են թափանցիկ բաստիոնի Ջոնին։ Այսինքն շատ խենթություն չի լինի, չէ՞, ենթադրել, որ Արծրունին, Աննային ու գուցե նաև Նիկոլին նաև վճարում են այդ բյուջեից այդ նախընտրական քարոզչությունը անելու համար։ Արա դե աշխատանքը պետք է վճարվի, ոնց ես պատկերացնում Հարվարդից դասախոս բերեն ու չվճարեն դասախոսության համար։ Բայց իրանք Հարվարդից չեն, իրանք նույնիսկ Հոգվարցից չեն։ Okay, գուցե Հոգվարցից չեն, բայց նա ինչ կախարդական սխեմա են մտածել։ Կրթվել է նորաձև է նախաձեռնությունը վարչապետի հետ միասին իրականացնում է Աննա Հակոբյանը, պատկանում է նրա ղեկավարած Իմ քայլը ոչ պետական հիմնադրամին։ Փաստացի աշխատակազմը մասնավոր հիմնադրամի հասարակական կրթական նախաձեռնությունը դասել է ներկայացուցչական արարողակարգային ծախսերի շարքին, դրա իրականացմանը հատկացնելով հարկատուների միջոցները, ավելին այդ ծախսերին տալով գաղտնի ոչ հրապարակման ենթակա ունեցող տեղեկության կարգավիճակ, զրկել է հարկատուներին տեղեկացված լինելու իրավունքից։ Հոգվարցը քակերել մեր տեղական մոգերի մոտ։ Բայց եկեք չկենտրոնանանք բացասականի վրա, մանավանդ երբ կա դրական լուր, ասեմ ավելին, հրատապ դրական լուր։ Breaking news։ Breaking news ու կես։ Վարչապետը 4-րդ օրն է ոչ մի գրառում չի արել վեհապարի եւ բարձրաստիճան մյուս հոգեվորականների մասին։ Լավ է, չեմ հավատում։ Ասեմ ավելին։ Չկան նաև սաղմոսները։ Ալելույա, ապաշխարեց։ Ու դժվար, բայց ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվում։ Նիկոլ Փաշինյանը պնդում է կատարում, որ ինքը հավաքագրել է այլ անձի անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն, մի պահ վերանանք այն հանգամանքից իրականություն է դա թե ոչ, բայց ըստ էության նրա խոսքում հստակ երևում է, որ նա իր իշխանական լիազորություններն օգտագործելով անձանց մասնավոր կյանքի մասին հավաքել եւ պահում է տեղեկություններ, ոչ միայն պահում է, այլ նաեւ դրանք հասանելի է դարձրել լայն հանրության շրջանակներին։ Արդարության համար եկեք պաշտպանեմ էլի Նիկոլին, չգիտեմ խի։ Ինքը հատուկ ծառայությունների նաեւ հանձնարարել էր ինֆորմացիա հայթայթել սատանայի մասին։ Ու գտան։ Դե չէ, հետո կովիդ եղավ, բան ջրվավ։ Ազգային անվտանգության ծառայությանը առանց կատակ ես այդպիսի հանձնարարական տվել եմ պարզել որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձևերը եւ ուղիները։ Արա չէ, էսեն համով 19 թվականի էйֆորիկ հումորով Նիկոլն է։ Բայց դնում ես բալանսը ոնց է պահում, հա։ Երկնային իշխանություններն է բշտում, համ Անդրեժ Ճիրիմյան։ Ոչ ոք չի պլստալու։ Իրավաբանները նաև պատասխանեցին իշխանությունների օթից կախված հարցին։ Բա եկեղեցի, որ խառնվում է քաղաքականությանը, խիպտի մեր վարչապետը չխառնվի եկեղեցու հարցերին, հա՞։ Հայաստանի օրենսդրության մեջ չկա որևէ մի դրույթ, որը, ասենք, անալոգիայի կարգով, ինչպես դատավորների հետ կապված, սահմանի, որ եկեղեցական գործիչները քաղաքական չեզոքության կամ զսպվածության պահանջի ներքո են գտնվում։ Նման որևէ դրույթ գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար այստեղ ասիմետրիան գործում է ամբողջությամբ։ Պետությունը իրավունք չունի, եկեղեցու սպասավորները իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը։ Շնորհակալություն։ Ուստի իհարկե բարձ լոգիկաներ ասում, որ հոգեվորականը համ էլ քաղաքացի է, հետևաբար քաղաքացու բոլոր իրավունքներից օգտվում է, բայց դե ում է պետք լոգիկան էս դարում։ Շատ քիչ էր մնում, որ գերդոզավորում ստացվեր դրական լուրերի, բայց մեզ դրականից փրկեց Կարմիր Բերտավորը, որը ցրում էր քասախցիներին, որոնք բողոքում էին տրանսպորտից։ Քասախցիների խաղաղցույցը վերածվեց քաշքշուկի։ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին 11 ցուցարարի, այդ թվում 1 անչափահասի։ Մի օրենքի կետ ցույց տամ, որ սա անօրինական է, նայա, որ իմ որդուն, անչափահաս որդուն հավաքեցին տարան։
Նայեք իրավիճակը ոնց է, փողոց փակելը օրինական է, երբ դա անում էին ապագա իշխանությունները։ Երբ իրանք արդեն դարան բրծան իշխանություն, արդեն անօրինական է։ Բերետավորներից առանձնացավ Woman Sasha, որը որոշ կարծիքներով հարվածեց, որոշների կարծիքով ուղակի բրթեց լրագրողին։ Այո, կոպիտ էր, բայց բրթեց, ոչ թե հարվածեց։ Իքական սերի լրագրողին։ Սաշը սեքսիստ չի, իր համար չկա, տղա աղջիկ, իր համար ուղակի քաղաքացի է, ֆեմինիստ է։ Ինքը ֆեմինիստ է։ Կարմիր բերետավորը գորգորացել ապաուսով հարվածել է լրագրող Մերի Մանուկյանին։ Այս ամենը փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանի աչքի առաջ։ Ու երբ ասում են փոխոստիկանապետի աչքի առաջ, ոնց որ բառացիորեն էլի, մի քանի մետրի աչքի առաջ։ Ու Թուլր Կրահեմ փորձառու ոստիկանը չնկատեց մի քանի քայլ են կողմ կատարվող օրինազանցությունը։ Այո, փորձառու ոստիկանի աչքից վրիպեց այդ պահը։ Օրը ցերեկով։ Դե չէ, վայ, ոչ ոք չի տեսել իա։ Ցավոք սրտի ժամանակակից կամերաները այնքան լավ են պիքսելներով ամեն ինչ ֆիքսում, որ չստացվեց հրաժեշտ չտալ բերետավոր գործընկերոջը։ Հրաժեշտ միջև մի քանի ամիս հետո ակնհայտ ինչ որ ուրիշ ծառայությունում կանցնի գործի։ Կարմիր բերետավորին տարածքից շտապ հեռացրել են գործընկերները։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից։ Լրագրողին բռնության ենթարկած կարմիր բերետավորը Ալեքսանդր Ազարյանն է, Սաշ մականունով։ Նրա անունը լրագրողներին հայտնի է մի քանի դատական գործերից։ Դիմադրության շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ է գործադրել եւ ընկած քաղաքացուն ոտքով հարվածել։ Դե բայց այնտեղ երևի տենց ակնհայտ չէր երևում այդ պահը։ Երևի։ Իսկ թվում է կարմիր բերետավորները այսքան ագրեսիվ են, որովհետև արա ամենաագրեսիվ գույնն են ընտրել բերետի գույն։ Եթե ելնեին մանուշակագույն բերետավորներ, հնարավոր է լրիվ այլ կերպ ամեն ինչ լիներ։ Դու ինչ ես ուզում ես ծաղիկներով դիմավորեն բողոքողներին կարմիր բերետավորը։ Բայց կարմիր բերետավորը պետք է մի քիչ զգուշ լինես իրանից, կարող է կծիել։ Իսկ եթե լրագրող, Լեցեք անում էլի ստիպված պաշտպանեմ։ Շատ իհարկե խախտել է, սխալ էր բերետավորը, բայց տենց որ вообще ագրեսիվ են։ Մի մոռացեք, որ իրանք ստեղծված են ագրեսիայի համար։ Գուցե փոխենք բերետի գույնը։ Այդ դուբինկան էլ որ տալիս են, դուբինկան BDSM-ի համար չեն տալիս, այդ տալիս են կոնկրետ մակնել ունի բերետավորներ։ Իրանցը երկնագույն են։ Ոչ մի կոնֆլիկտի մեջ չեն խառնվում, որտեղ նրանցը երկնագույն են։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես դուք պետք է մասնակցեք ինչ-որ էքսպոյի։ Ինչ անել, որպեսզի ձեր տաղավարը լինի թույն ծից։ Բա դա հարց է, դիմեք Promote Armenia-ին նենց տաղավար հավաքեն, որ ձեր մրցակիցները դառնան ձեր ֆանատները։ Ձեր տաղավարի նախագծում, կառուցում, բերում, տեղադրում, վերջում էլ հանում, տանում, ուրիշ տեղ դնում։ Promote Armenia, եղեք ուրիշներից լավը։ Այսքան էր Արմ կոմեդին այսօր։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Ես օրինակ քննադատում եմ Իսրայելին, անձամբ ես, որ այս վերջին դարաշրջանում իրանք մենակ հարձակումներ են կատարում իրենց հարևանների վրա, Գազայում, Լիբանանում։ Են Հայկ Սարգսյանը, որ բանակի մասին օրենք էր գրել, այն որ փոխտաշ չծառայես։ Գիտես ով է դեմքը քվեարկել այսօր։ Քիչ առաջ, ժամեր առաջ այդ օրենքին։ Հայկ Սարգսյանի օրենքին ով է դեմքը քվեարկել։ Հայկ Սարգսյանը։ Հայկ Սարգսյանը դեմքը քվեարկել։ Ոլ նա կարդաց իր օրենքը, ասաց ոնց կոլա կողմ։ Что за ֆիգուրա։ Լավ չէ։ Օրնետ շիշով դեմ։ Աջակցեք Arm Comedy-ին, միացեք մեր Patreon-ին, որովհետև Աստված վերևից նայում է ու տեսնում է ով չի միացել։